Ողջույն բոլորին։ Այսօր ուզում եմ ձեզ հետ խոսել սիրո մի կողմի մասին, որը հաճախ ստվերում է մնում։ Գիտեք, ոչ թե մեծ խոստովանությունների ու բարձր խոսքերի, այլ հանգիստ, լուռ ներկայության մասին։ Եկեք միասին փորձենք հասկանալ, թե ինչ է թաքնված այս շատ կարճ, բայց իսկապես խորը տողերի ետևում։ Ահա, ամեն ինչ սկսվում է հենց այս մտքից, որ անկեղծ ասած միանգամից ստիպում է կանգ առնել ու մտածել, չէ՞։ Սա մի տեսակ մարտահրավեր է մեր բոլոր պատկերացումներին։ Մենք այնքան սովոր ենք սերը կապել հենց այս 3 բառի հետ, բայց երբևէ խորացել եք, որ սիրո ամենաիրական, ամենաիսկական դրսևորումները կարող են լինել բոլորովին լուռ։ Դե հենց սրանից էլ բխում է առաջին հիմնական գաղափարը՝ ներկայության լռությունը։ Սա այն սերն է, որը դու ոչ թե լսում ես, այլ ուղղակի զգում ես քո ամբողջ էությամբ։ Զգում ես պարզապես այն փաստից, որ ինչ-որ մեկը քո կողքին է։ Այստեղ ամենակարևոր բառը գիտեք որն է։ Մնում է։ Ահա սա է ամբողջ գաղափարի առանցքը։ Իրական կապը մեծ հաշվով խոսքերի մեջ չէ, այլ հենց այդ անսասան հանգիստ ներկայության։ Դա այն ուժն է, որը զգում ես, երբ գիտես մենակ չես, նույնիսկ եթե ձեզ շուրջը լիակատար լռություն է։ Լավ, բայց սա դեռ ամենը չէ։ Լուռ ներկայությունը շատ կարևոր է, բայց կա մի շերտել, ավելի խորը։ Հիմա պատմությունը հակադրում է դատարկ խոստումները իրական գործնական նվիրվածությանը, հատկապես այն պահերին, երբ ամեն ինչ բարդանում է։ Մի պահ կանգ առնենք այս տողի վրա։ Սերը նա չէ, ով խոստանում է։ Ինչքան հաճախ ենք, չէ՞ մենք լսում խոստումներ, բառերը հեշտ են տրվում, բայց արդյոք դա է սերը։ Այստեղ մի տեսակ լարվածություն է ստեղծվում նախքան բուն իմաստը բացահայտելը։ Ու հենց հաջորդ տողը տալիս է պատասխանը։ Ահա սա է սիրո իրական չափանիշը։ Ոչ թե խոստումը, այլ դժվարությունների միջով ձեռք-ձեռքի տված անցնելու կարողությունը։ Որովհետև եկեք անկեղծ լինենք, խոսելը մի բան է, բայց մնալը, երբ ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել, դա արդեն իրական նվիրվածությունը։ Հիմա գիտեք, տոնայնությունը մի փոքր փոխվում է, դառնում է ավելի անձնական, մի քիչ էլ նոստալգիկ։ Մենք անդրադառնում ենք այն մտքին, թե ինչպես են տարբեր մարդիկ իրենց հետքը թողնում մեր կյանքում, ու ամեն մեկը մի յուրահատուկ, բայց շատ կարևոր ձևով։ Սա շատ նուրբ ու իմաստուն բաժանում է։ Նկատեցիք, կան մարդիկ, որոնք մեր կյանք են գալիս ու մեզ մի կարևոր բան են սովորեցնում։ Երբեմն դա ցավոտ դաս է լինում, բայց դաս է։ Իսկ կան մարդիկ, որոնք գալիս են ու պարզապես դառնում են ջերմ, լուսավոր հիշողություն։ Ու կարծես թե ասվում է, որ երկուսն էլ անչափ կարևոր են, երկուսն էլ ձևավորում են մեզ։ Դե այս բոլոր մտքերը, լուռ ներկայությունը, դժվար պահին չհեռանալը, դասերն ու հիշողությունները մեզ բերում են երևի թե գագաթնակետին։ Լավ, այդ դեպքում ո՞րն է իրական սիրո վերջնական սահմանումը, ո՞րն է բանաձևը։ Ու սահմանումը ուղղակի հանճարեղ է իր պարզության մեջ։ Խոսքը ընդունելու մասին է։ Խոսքը մի տարածք ստեղծելու մասին է, որտեղ դու կարող ես լինել ուղղակի դու։ Առանց դիմակների, առանց փորձելու ավելի լավը երևալ, առանց վախենալու, որ քեզ կդատեն կամ կփորձեն փոխել։ Պատկերացնում եք, սա իսկական ազատություն է։ Դե ինչ, այս ամբողջ վերլուծությունից հետո երևի թե ժամանակն է, որ ամեն մեկս հայացքն ուղղենք դեպի ներս։ Ժամանակն է այս բոլոր գաղափարները կապել ոչ թե տեսության, այլ մեր սեփական կյանքի, մեր սեփական փորձի հետ։ Եվ հեղինակը մեզ թողնում է այս շատ անձնական, շատ մտերմիկ հարցի հետ։ Սա մի պահ է, որը ստիպում է մտածել ոչ թե ինչ-որ վերացական բաների, այլ հենց քո զգացածի, քո ապրածի մասին։ Եվ ահա պատասխանը, այնքան ջերմ, հանգստացնող ու հաստատող, ուշադրություն դարձրեք, որ ասում է արդեն սիրել ես։ Այն չի խոսում ապագայի մասին, այն չի տալիս խոստումներ, այն պարզապես ճանաչում ու արժևորում է այն, ինչ դու հնարավոր է արդեն ապրել ես։ Ու այս գեղեցիկ խաղաղ զգացումով էլ երևի ավարտենք այսօրվա մեր զրույցը։